Սիրելի ժողովուրդ, այնպես եղավ, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի անկախության 34-րդ տարում բազմաթիվ փորձություններ, պատերազմներ, տնտեսական ճգնաժամեր, ներքաղաքական բախումներ, դժբախտություններ, թալաններ, կեղծված ընտրություններ անց վերջապես հաստատվեց խաղաղություն։ Այդ խաղաղությունը արդեն իսկ հաստատված է։ Եվ հիմա 2026 թվականին մենք կանգնած ենք այդ խաղաղությունը անշրջրելի դարձնելու, այդ խաղաղությունը 100 տարվա խաղաղություն դարձնելու շեմին։ Մեզ դրա համար պահանջվում է անել ընդամենը մեկ բան, մեկնել մեր ձեռքը եւ վերցնել այդ 100 տարվա խաղաղությունը։ Եվ ինչ է պետք անել, որպեսզի դա տեղի ունենա։ Հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր, վերցնել համար 16 քվեաթերթիկը, այն գցել քվեատուփը, ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ տեր կանգնել խաղաղությանը։ Կամ կարելի է ընտրել մյուս ճանապարհը։ Կարելի է գնալ ընտրատեղամասեր, վերցնել Եռագլուխ պատերազմի կուսակցության քվեաթերթիկներից մեկը, գցել այն քվեատուփը եւ երաշխավորել նոր պատերազմներ, նոր բախումներ, նոր արտագաղթ, նոր ցավ, նոր արյուն։ Սիրելի ժողովուրդ, Եռագլուխ պատերազմի կուսակցությունը համաձայն չէ այս խաղաղությանը։ Նրանք համաձայն չեն, որ Հայաստանը լինի պարզապես մի երկիր, որի քաղաքացիները պարզապես ապրում են, գնում են սրճարաններ, ունենում են երեխաներ, կրթում են իրենց երեխաներին, չեն մտածում պատերազմի մասին, չեն մտածում իրենց երեխաներին ինչպես ազատել զինծառայությունից կամ ինչպես իրենց երեխաներին այնպես անել, որ իրենք արտագաղթեն, որպեսզի ամեն վայրկյան իրենք լեղապատառ չլինեն, որ կարող է վաղը նորից պատերազմ սկսի։ Չէ, Հայաստանի ժողովուրդը ով է, որ պետքա բարգավաճի եւ հանգիստ ապրի։ Ոչ, հանգիստ ըստ իրանց, հանգիստ պետք է ապրեն միայն իրենք։ Իրենք պետք է հանգիստ ապրեն մանումենտի իրենց դղյակներում, կամ Արլինջի դղյակներում, կամ Հունաստանի դղյակներում։ Բայց մենք պետք է նրանց ցույց տանք, որ մենք սրա հետ համաձայն չենք։ Եվ պատերազմի եռագլուխ կուսակցության հիմքը, գաղափարական հիմքը դաշնակցությունն է, որը արդեն 100 տարուց ավել մեզ սնում է երազանքի Հայաստանի գաղափարով եւ դրանով մասնատում է իրական Հայաստանը։ Եվ ցանկացած դաշնակցական, ցանկացած իրեն հարգող դաշնակցական կամ ցանկացած մարդ, որը ուզում է ուսումնասիրել պատմությունը, ես կարծում եմ պետք է ուսումնասիրի 3 բան։ Հովհաննես Քաջազնունու դաշնակցությունը անելիք չունի այլևս աշխատությունը, Լեոյի անցյալիցը եւ արմատներով Վայոց Ձորցի падգամավոր Արման Եղոյանի ելույթները ազգային ժողովում։ Որտեղ նա ամեն ազգային ժողովի նիստին գաղափարապես մերկացնում է Քոչարյանի դաշնակցականներին եւ նրանց այդպես էլ գաղափարապես մորեմերկ ճամփում դահլիճից դուրս։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար